Մերձավոր Արևելքում լարվածությունն ավելի է սրվել տարածաշրջանի երկրորդ նեղուցի Բաբ-էլ-Մանդեբի արգելափակմամբ։ Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման ֆոնին Կարմիր ծովում հարվածել են թագավորության 2 նավթատար լցանավի։ Էր-Ռիադը հաստատել է 1 լցանավի խոցումը։ Նավում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։ Կարմիր ծովի Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը շրջանցելու համար ավելի վաղ շուրջ 1 տասնյակ նավ փոխել է ուղղությունը։ Բրենթ տեսակի նավթի գինը կրկին բարձրացել է, գերազանցելով 1 բարելի դիմաց 96 $։ Ստեղծված իրավիճակի ֆոնին Օմանն աշխատանք է տանում Սաուդյան Արաբիայի եմենական կողմերի եւ Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացի հետ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հասնելու համար քաղաքական գործընթացը վերսկսելու նպատակով։ Ըստ Օմանի արտգործնախարարության հարկավոր է խուսափել էսկալացումից եւ ցանկացած սպառնալիքից, որը կարող է վատթարացնել իրավիճակը Կարմիր ծովում։ Զուգահեռ արդեն 12 օր է շարունակվում են Միացյալ Նահանգների եւ Իրանի փոխադարձարվածները։ Ամերիկյան ուժերը թիրախավորել են Իրանի ռազմածովային կարողությունները, հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի պահեստները, առափնյա հսկողության կետերը եւ հակաօդային պաշտպանության միջոցները։ Ըստ կենտրոնական հրամանատարության Մերձավոր Արևելքում է գտնվում ավելի քան 50,000 ամերիկացի զինծառայող։ Իրանն իր հերթին հարվածել է Հորդանանում եւ Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտների։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ 3 նավթատար լցանավի թույլ չի տվել անցնել Հորմուզի նեղուցով։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հայտարարել է. եթե տարածաշրջանում Իրանը նավթ չվաճառի, ուրեմն ոչ ոք չի վաճառի։ Կամ ամեն ինչ կամ ոչինչ, նշել է նա հավելելով. նեղուցում անվտանգությունը հնարավոր է միայն ամերիկյան ուժերի բացակայության դեպքում։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է. Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կբախվի վճռական պատասխանի, իսկ այն երկրները, որոնք նպաստում են նման ագրեսիային, կհամարվեն օրինական թիրախ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆիլիպիններում Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի միջոցառումների շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր գործընկերների հետ։ Լրագրողների հետ զրույցում նա Իրանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու եւ տարբեր խմբավորումների ֆինանսավորելու համար։ Պետքարտուղարի խոսքով Թեհրանն ամեն օր խնդրում է համաձայնության հասնել, սակայն խնդիրն այն է, որ նրանք ամեն անգամ խախտում են պայմանավորվածությունները կամ փորձում ինչ-որ բան փոխել։ Տպավորություն է, որ նրանք պատրաստ չեն գործարքի, հետեւաբար կշարունակեն վճարել դրա համար եւ ամեն գիշեր այդ գինն ավելի ու ավելի բարձր կլինի, մինչեւ խելքի գան, հայտարարել է Ռուբիոն։ Անդրադառնալով իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, նա նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է եւ պատրաստ է կառուցողական դերակատարում ունենալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում։ Ռուբիոն շեշտել է, պատերազմի ավարտին հասնելու համար պետք է այնպիսի առաջարկ, որին կհամաձայնեն թե Ռուսաստանը, թե Ուկրաինան։ Նրա խոսքով հարկավոր են նոր գաղափարներ եւ ամերիկյան կողմը պատրաստ է դրանք ներկայացնել համապատասխան միջավայրում։ Ռուբիոն եւ Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունները, միջազգային օրակարգի տարբեր հարցեր։ Գլխավոր թեման եղել է Ուկրաինան։ Ըստ ռուսական կողմի հաղորդագրության Սերգեյ Լավրովն իր ամերիկացի գործընկերոջը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը եւ անթույլատրելի է համարել Կիևին սպառազինության հետագա մատակարարումները։ Անդրադառնալով հանդիպմանը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պետք չէ չափազանց լավատես լինել։ Շփումներ կան եւ դա դրական է, սակայն առայժմ հնարավոր չէ խոսել որևէ նոր դինամիկայի մասին, նշել է նա։ Միևնույն ժամանակ, ըստ Պեսկովի, Ռուսաստանը պատրաստ է բանակցային գործընթացի։ Մոսկվայի եւ Կիևի միջև իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Գիշերը ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 168 անօդաչու 1 բալիստիկ հրթիռ, 5 կառավարվող ավիացիոն հրթիռ։ Որոշ վայրերում հարվածներ են արձանագրվել։ Պավլոգրադում 3 մարդ է զոհվել, 19 վիրավորվել։ Ինտենսիվ հարվածների է ենթարկվել Օդեսան։ Մոսկվան հայտնել է, որ թիրախավորել է նավահանգստային ենթակառուցվածքը։ Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է տարբեր տարածաշրջաններում 223 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին։ Բելգորոդի մարզում կա 1 զոհ, 1 վիրավոր։ Վորոնեժի մարզում լուրջ ավերածություններ են գրանցվել, զոհվել է 3-ամյա երեխա, կան տուժածներ։ Ղրիմում էլ կա 2 զոհ, 4 վիրավոր։ Եվրամիության երկրները 10-օրյա լարված քննարկումներից հետո համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի խոսքով նոր փաթեթն ուղղված է էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների, կրիպտոարժույթների եւ առևտրի դեմ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ցանկում ներառվել է ռուսական եւս 32 բանկ, որոնց հետ կարգելվեն գործարքները։ Նաեւ պատժամիջոցների ցանկում են ընդգրկվել նավթի առևտրով զբաղվող հարթակներ, կրիպտոընկերություններ, իսկ
մարտական գործողություններին մասնակցած ռուսաստանցիներին կարգելվի մուտք գործել Եվրամիության տարածք։ Բացի այդ, ռուսական նավթի գնի վերին շեմը 1 տարով սառեցվել է 1 բարելի դիմաց $44 մակարդակում, որպիսի Մոսկվան օգուտներ չքաղի շուկայի ցնցումներից։ Եվրամիության երկրներին չէր հաջողվում համաձայնության գալ պատժամիջոցների շուրջ Հունաստանի առարկությունների պատճառով։ Հունական ընկերությունները վերահսկում են Եվրոպայում խոշորագույն առևտրային նավատորմը եւ մինչեւ պատերազմը ռուսական գազի եւ նավթի հիմնական փոխադրողն էին։ 26 երկրներն ի վերջո համաձայնել են 1 տարով հետաձգել ռուսական հեղուկացված գազի տեղափոխման սահմանափակումը։ Ալբանիայի խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել իրավապահների եւ մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցների միջև։ Ցուցարարները փորձել են հեռացնել ոստիկանների արգելապատնեշները։ Իրավապահներն էլ արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են գործի դրել բազմությանը ցրելու համար։ Ալբանացիներն արդեն ավելի քան 1 ամիս է բողոքում են ափամերձ հատվածներում հանգստավայրերի շինարարության դեմ, որոնցից մեկը կապված է ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Ցուցարարները կառավարությանը մեղադրում են կոռուպցիայի համար եւ պահանջում հրաժարական տալ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։